Երկդաշինքի շուրջ ձևավորվել է շատ դրական մթնոլորտ քաղաքացիների շրջանում եւ ելի ասում եմ, որ եթե քաղաքացիները, ովքեր մեզ հետ անձնական շփումների ընթացքում հավաստիացրել են, որ իրենք քվեարկելու են մեր օգտին, եթե նրանք իսկապես գնան եւ քվեարկեն մեր օգտին, մենք ընտրություններում կհաղթենք։ Եթե պարոն Տեր-Պետրոսյանը մեր ասածը մեկնաբանում է այդպես, որ մեր ասածը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, իր ասածն էլ նշանակում է հետևյալը, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, այսինքն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երբեք չի ճանաչվելու, այսինքն ինքն էլ ասում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի ստանալու այնպիսի լուծում, որը մեզ համար ընդունելի կլինի։ Եթե ինքը այդպես է մեկնաբանում, ես էլ այդպես եմ մեկնաբանում, որովհետև տեսեք, այսօր ինչ է իմիջիայլոց բոլորը չէ, պարոն Տեր-Պետրոսյանը իր համախոհները խոսում են ինչ-որ լուծման տարբերակի մասին, այդ որն է այդ տարբերակը։ Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված է 3 բան, առաջինը ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չգործադրում, երկրորդը ազգերի ինքնորոշման իրավունք եւ երրորդը տարածքային ամբողջականության պահպանում։ Հիմա այսինքն որևէ կարգավորում պետք է հիմնված լինի այս 3 սկզբունքների վրա։ Հիմա Ադրբեջանը 3 սկզբունքներից 2-ը խախտում է, ոչ թե խախտում է, այլ ակնհայտ արհամարհում է։ Այսինքն անընդհատ գործում է ուժի կիրառում եւ ուժի կիրառման սպառնալիք, երկրորդը հստակ ասվում է, որ իրենք երբեք չեն ճանաչելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետևաբար այս պայմաններում մենք ասում ենք, որ խոսել փողզիջման մասին, փողզիջում նշանակում է փողզիջում, իսկ իրենք ինչ են զիջում։ Հիմա ցավոք սրտի, այդ թվում պարոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում, այդ թվում իշխանությունների գործունեության արդյունքում զիջում բառը փոխակերպվել է փողզիջման, այսինքն այն ինչ որ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փողզիջում։ Իսկ ինչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարող է բացատրել։ Ըստ էության առաջին հարցազրույցի մեջ ինչ է ասել է, որ իշխանությունը ճիշտ ուղղությամբ է գնում Ղարաբաղի հարցով, մենք ճիշտ տեսակետի ենք, ուրիշ որևէ մեկի օգտին մի քվեարկեք, այդ ինչ նշանակում։ Հիմա երբ որ խնդիր է ծագում խորհրդարանում խորհրդարանական ուժերի բաշխվածությանը, մենք ասում ենք, եթե տեսնենք հնարավորություն, որ առանց հանրապետականի հնարավոր է ձևավորել իշխանություն, այսինքն հանրապետականին դարձնելով ընդդիմություն, մենք այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք, բայց մենք կոնկրետ ուժերի անուն չենք տվել երբեք ու չենք տալիս։ Ինչու չենք տալիս, որովհետև մեր կանխատեսումը այն է, որ այն ուժերը, որ կանցնեն ըստ կանխատեսումների խորհրդարան, այդ ուժերը կոալիցիա կկազմեն հանրապետական կուսակցության հետ։ Իմ կանխատեսմամբ, մեր կանխատեսմամբ եւ վերլուծություններով, մեր փորձագետների վերլուծություններով խորհրդարան են անցնում 3 ուժ՝ հանրապետական կուսակցությունը, Գագիկ Ծառուկյան դաշինքը, Ելք դաշինքը, եւ իմ կանխատեսումն այն է, որ մենք խորհրդարանում կտեսնենք Գագիկ Ծառուկյան դաշինքի եւ հանրապետական կուսակցության սերտ համագործակցությունը, դրա անունը կարող է չդնեն կոալիցիա, կարող է դնեն ազգային համաձայնության կառավարություն կամ ոչ մի անուն էլ չդնեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվել է փակ գաղտնի քվեարկության արդյունքում։ Ելք դաշինքի առաջին եռակը ձևավորել է փակ գաղտնի քվեարկության արդյունքում։ Ես ասեմ, որ ես ինքս պնդել եմ այդ տարբերակի վրա եւ ուրախ եմ եւ հպարտ եմ դրա համար, որովհետեւ Հայաստանում նոր քաղաքական կուլտուրա է ձևավորվել։ Հանրապետական կուսակցության նախագահ ո՞նց է ընտրվել։ Ընդեղից մեկը, չէ, ինչ քվեարկություն է, ձեր բարձացրեք, բան, ովքեր են դեմ Սերժ Սարգսյանն է սենց նստածում։ Ովքեր են դեմ։ Ոչ մի դեմ, ոչ մի ձեռն, այդ է հանրապետական կուսակցությունը։ Բայց ինչի փակ գաղտնի քվեարկություն չեն անում։ Որովհետև հանրապետական կուսակցության մեջ նույնիսկ Սերժ Սարգսյանը կարող է 5%-ի շեմը չհաղթահարի։ Իսկ Շարմազանովն ու Աշոտյանը ընդհանրապես Շարմազանովը Աշոտյանին կասկածում եմ ձայն կտա թե չէ, Աշոտյանը կասկածում եմ Շարմազանովին ձայն կտա թե իրանք իրանք կուսակցության ներսում մի ձայն հազիվ հավաք է։ Էդ էլ իրանք ձայները։ Իշխանությունը ձևավորվում է ձեր քվեարկության պահին։ Եթե դուք որևէ բերումով գնում եւ հանրապետականի կամ նրա մերձ ուժերի օգտին քվեարկում եք
ընտրակաշարք վերցնելով, հետո գալիս եք Ազատության հրապարակ, ասում եք իշխանափոխություն, այդպիսի հետընտրական process չի կարող լինել, որովհետև դուք արդեն ձեր ձայնը տվել եք։ Մի տվեք ձեր ձայնը։ Ուզում եք իշխանափոխություն, քվեարկեք մեր օգտին։ Հիմա մեր օգտին, ենթադրենք մեր օգտին քվեարկելու պարագայում, որ պարագայում կլինեն հետընտրական process-ներ, որ պարագայում չեն լինի հետընտրական process-ներ։ Հետընտրական process-ներ կլինեն այն պարագայում, եթե մենք տեսնենք, որ ժողովուրդը իրոք քվեարկել է մեր օգտին եւ մեր ձայները գողացվել են։